Ելավ եթե ոչ հայադավաճան, մեզ պիտի խեղդեր ծոցում մատնության, և խարազանը կապիտուլյանտի, բաջեր կենտրոնում իր իսկ ճակատի։ Ելավ եթե ոչ հայը հողատու, կեղծ ազգասերի ժպիտով շինծու, ի վերուս տրված հայրենիքը մեր, մասարմաս պիտի դեռ մատաղաներ։ Ելավ եթե ոչ հայը պատուհաս կարծես դժողքից առակված, օրհաս քողարկված սիրով թուրքասիրության մեզ պիտի գուժեր բոթը պարտության։ Ելավ եթե ոչ հայը անկրան որպես մերօրյա սրբապիղծ ներոն, կուրանա անգամ պատմությունը յուր, սփռելով մավան շունչը ամեն օր։ Ելավ եթե ոչ հայը ուրացող միշտ երազելով շատ ոսկի ու փողի շահի համար, եթե պետք լինի, անգամ Ղուրանը իր ձեռքը կառնի։ Ելավ եթե ոչ հայը հայատյաց, ինչպես նորորյա Պետրոս գետադարձ քծնանքերենի սազը իր ձեռքին, ծառայ է դարձել Հայասպան թուրքին։ Ելավ եթե ոչ հայը ազգադավ ձեռքին զինվորի արյամբ լցված գավ, կմոլորեցնի մի ամբողջ ազգի, մղելով վիհը ստի խաբկանքի։ Ելավ եթե ոչ հայը նենգ, տականք պիտի պատճառեր մեզ այդքան զրկանք և այս կիսաբուռ հողը հայրենի ձեռամբ մատուցեր թուրքին վայրենի։ Ելավ եթե ոչ հայը թուրքամետ պիծատկի մի օր, ինչպես մի առնետ կարակների մեջ խավար դժողքի կրելով դաժան լուծը անեծքի։ Ելավ եթե ոչ հայը անաստված նյութապաշտության տենդով վարակված հանուն իր շահի կպաշտի նրան, ով էջն է փակում հայոց պատմության։ Ելավ եթե ոչ հայը։ Բարի երեկո հարգելի հայրենակիցներ, բանաստեղծությունը հենց այդպես էլ վերնագրված էր, ելավ եթե ոչ հայը և ավարտվում էր հենց նույն արտահայտությամբ։ Բանաստեղծությունը գրել եմ 2024 թվականին, բայց նոր ընթերցում եմ և տեսնում եմ, որ գրեթե ոչ մի բան չի փոխվել մեր կյանքում։ Մենք, որ մեզ համարում ենք խելացի ազգ, մենք, որ հպարտանում ենք այն հանգամանքով, որ աշխարհում առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, այսօր առաջինն ենք հենց ինքներս ոտնահարում մեր պատմությունը և մեր արժեքները։ Մենք կարծես մի տեսակ թմբիրի մեջ ենք, հարգելի հայրենակիցներ, սա այն նույն թմբիրն է, որի մեջ մենք հայտնվեցինք 2018 թվականին ոգևորված կեղծ հեղափոխության, ֆեյք հեղափոխության իրականությամբ։ Սա այն նույն թմբիրն է, որի մեջ մենք հայտնվեցինք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 21 թվականի դեպքերի ժամանակ, 21 թվականի ընտրությունների ժամանակ, 22 թվականի պատերազմական հայտնի դեպքերի ժամանակ, անգամ 23 թվականին Արցախի անկումից հետո մենք էլի դասեր չքաղեցինք ու չքաղեցինք և այսօր էլ շարունակում ենք մնալ նույն թմբիրի մեջ։ Ընտրություն են կատարում նախկինների և ներկաների միջև չհասկանալով, որ ներկաները դրանք վերարտադրված նախկիններն են, իսկ նախկինները ամեն գնով ապահովում են ներկաների գոյությունը։ Ժամանակ չկա, հարգելի հայրենակիցներ, մենք կամաց տապանաքար ենք քաշում մեր իսկ պետության վրա, իսկ մեր պետության գերեզմանափոսը փորելու ճակերտավոր պատիվը վերապահված է նրան, ումը մենք մեզ համար դարձրել ենք Աստված և կուռք։ Բարին մեզ հետ, շնորհակալություն։